Ավետարանը պարզ եւ հստակ ասում է այս վերջի ժամանակներում, թե ինչ պիտի տեղի ունենան։ Պիտի հավատքը շատ տգարանա, անարտարությունը պիտի շատ շատանա։ Ասում է, ձեզ պիտի տանեն թագավորների, դատավորների առջև, բայց ասում է, դուք հոգ մի կանեք, ինչ պիտի ասեք, ինչ պիտի պատասխանեք։ Ձեր հոր հոգին, ասում է, ձեզ կթելադրի, թե ինչ պիտի պատասխանեք եւ ինչ պիտի խոսեք։ Դրա համար ընդհանրապես քրիստոնյա մարդը, երբ որ մենք բոլորս քրիստոնյա մարդիկս ոչ միայն հոգևոր դասը նկատի ունեմ, այլ ընդհանրապես քրիստոնյա մարդը, երբ որ դառնում է քրիստոնյա ասելով նշանակում է Քրիստոսն ինա, Քրիստոսն ունի։ Եթե ամեն մեկս Քրիստոսն ունենք, մեր Տերը շատ պարզ ու հասարակ հստակ դարձած ճանապարհ չանցավ։ Փշոտ, քարկարոտ, նեղ դռնով անցավ, այդ արահետը թողեց մեզ։ Իրեն էլ տանջեցին, չարշարեցին, չարախոսեցին, զրբարդեցին, դատավորների, թագավորների առջև տարան։ Ասում է, աշակերտը վարդապետից մեծ չի։ Եթե վարդապետին այս բոլոր բաները տեղ ունեցան վարդապետի հետ, ասում է, աշակերտների հետ էլ պիտի տեղ ունենան։ Դրա համար օդար բան չպիտի համարենք։ Մեր Տերն ասեց, այս աշխարհում նեղություններ պիտի ունենանք։ Այդ նեղություններին մենք պիտի պատրաստ լինենք։ Իսկ պատրաստ լինելը դա հավատքն է։ Մեր Տիրոջից ունենք պատկամ, ասում է, մի վախեցեք։ Ես եմ, մի վախեցեք, քաջ եղեք։ Քիչ առաջ նախանես մեր զրույցը ես այդ օրինակը բերեցի, որ Տերը քայլում էր ջրի վրայով, աշակերտները իմացան, թե ուրվական է, տեսիլք է։ Ասեց, ես եմ, մի վախենակ, քաջ եղեք։ Այդ հրահանգը, այդ պատկամը բոլորիս է վերաբերում։ Եթե մարդը քրիստոնյա է, ուրեմն այս բոլոր նեղությունները պիտի ունենանք։ Քրիստոնյայի համար ամբողջ աշխարհ, ամբողջ կյանքը մեր քրիստոնյաներիս համար վարդ ու այգեստաններ, փուրաստաններ չեն։ Փշերել պիտի լինեն։ Այս բոլոր բաները պիտի տեղի ունենան։ Ավետարանը սրա մասին տեղեկացնում է, որ այս բոլոր բաները պիտի տեղի ունենան։ Իսկ մենք պիտի քաջ լինենք, պիտի հավատարիմ լինենք, պիտի կայուն լինենք, անսասան պիտի լինենք։ Տեր հայր, ինչպես գիտեք, Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ է։ Կներեք մի բան միտքս ընկավ, ասեմ, հետո ձեր հարցին կխնդրեմ շարունակեք։ Ուրեմն սուրբ վարդապետները այսպիսի օրինակ են բերում։ Ցիծը գիտեք, որ ցիծը հողի մեջ որ խրվում է։ Ասում է, եթե ցիծը շարժ ունեցավ, այդ ցիծը կարող են հանել, բայց երբ որ ասում է ցիծը շարժ չունենա, կթողնի կգնա, այսինքն չարը տեսնի, որ եթե մենք տեղիք ենք տալիս այս բոլոր փորձություններին, այնքան այդ փորձությունները կշարունակի, մինչև մեզ դուրս քաշի, բայց երբ որ տեսնի, որ չենք շարժվում, անսասանենք, ամուր ենք, հաստատենք, կթողնի կհեռանա։ Դա ամուր վստահելի պայքար է պետք։ Տեր հայր, ինչպես գիտենք, Նիկոլ Փաշինյանը այս իր հակաեկեղեցական արշավը սկսեց մայիսի 29-ից, երբ եկեղեցիները համարեց, որ Չուլանի են նման, մեր եկեղեցիները այնտեղ ոչ պետքական իրեր են պահվում, հետո դրանից հետո սկսեց ամենօրյա ռեժիմով թիրախավորել եկեղեցին, հոգևորականներին, քահանաներին սրբապիղծներ, մանկապիղծներ է անվանել, հետո հիմնական թիրախում հայտնվեց կաթողիկոսը, իր գլխավոր նպատակը այն է, որ կարգալույծ անի կաթողիկոսին, իր ձևակերպմամբ հրաժարական տա, վեհարանը փրկի կաթողիկոսից, նման ձևակերպումներ է անում, ինչով է պայմանավորված իշխանության վախերը հայ առաքելական սուրբ եկեղեցուց։ Ես կարող եմ ասել, որ այդ հոխորդալը միշտ պիտի լինի, ցանկացած մեկի նկատմամբ, բայց տեսեք, շատ անգամ մարդը պիտի ունենա այդ արժանինքները, այդ արժանապատվությունը պիտի ունենա, որ դիմացինին կարողանա ասի, այս ինչ բանը պակաս, այս ինչ բանը թերի է։ Նախ եւ առաջ մարդը պիտի ինքը լինի քրիստոնյա։ Ինչ է նշանակում քրիստոնյա լինելը, հո անունով չպիտի լինենք քրիստոնյա։ Քրիստոնյան պիտի պատարակների մասնակցի, պիտի հաղորդություն ստանա։ Հարց տվյալ մարդուն ցանկացած մեկին վերջի անգամ երբ է հաղորդություն ստացել։ Մեր Տերը պատկամ ունի, ասում է, ով իմ մարմինը չուտի, արյունը չխմի, երկինքի առկայություն չի մտնելու։ Ցանկացած մեկից է վերաբերվում։ Եթե ցանկացած մեկը ամիսներով հաղորդություն չի ստանում, տարիներով հաղորդություն չի ստանում, էլ ուր է մնում իր քրիստոնյա լինելը։ Ոնց կարող է եկեղեցու անդամ լինել։ Ոնց կարող է նույն տան անդամ համարվել։ Չի կարող համարվել, երբ որ հաղորդություն Տիրոջ հետ չի հաղորդվում։ Ոնց կարող է մարդը իրեն քրիստոնյա համարել։ Ոնց կարող է մեկ ուրիշ քրիստոնյայի նկատմամբ ինչ որ արտոնություններ ունենալ, հարցեր լուծել, ինչ որ հարցեր բարձաբանել։ Նախ ինքը պիտի լինի քրիստոնյա։ Մեր սուրբ վարդապետներն ասում են հայայի քեզ, այսինքն նախ քեզ նայիր։
Դու որտեղ ես պակաս, որտեղ ես թերանում։ Հետո նոր ուրիշներին Հակոբոս առաքյալն է ասում։ Ասում է կեղծավոր նախ քո աշկի միջի կերանը հանիր, հետո եղբորը դասա եղբայր, բեր քո աշկի միջի շուղը հանեմ։ Քո աշկը կերանով կուրացած, քո եղբոր շուղն ես ուզում հանել։ Տեսեք ինչքան տարբերություններ կա։ Ով իրավունք ունի, այ իրավունք իշխանություն տրված է քահանային, որ խոստովանահայր լինի, խորհուրդ տա, խրատ տա, հանդիմանի, սաստի։ Այ առաքյալն ասում է խոսքով կամ թե գավազանով կամ։ Ասում է սաստիա, հանդիմանյա, մխիթարյա, պիտի սաստենք, պիտի հանդիմանենք եւ նաեւ վերջում պիտի մխիթարենք։ Սա հոգեվոր դասի գործն է, ոչ թե աշխարհի մարդկանց։ Իրանց այդ իշխանությունը տրված չի, չունեն իրանք այդ իշխանությունը։ Տեր հայր, երբ քահանաները առհասարակ հոգևոր դասի ներկայացուցիչները խոսում են երկրին սպասվող աղետների մասին, ձեզ հաճախ մեղադրում են, որ դուք ձեր բանուգործը թողած, ներխուժել եք քաղաքականության մեջ, սկսել եք քաղաքականությամբ զբաղվել, նույնիսկ ձեզնից շատերին այսպես կապում են քաղաքական գործիչների հետ, նախկին իշխանության ներկայացուցիչների հետ։ Այս դեպքում տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը բառացիորեն այսպես խառնվում է եկեղեցու գործերին, սա ինչպես եք մեկնաբանում։ Ուրեմն ընդհանրապես մի հարց, մի ասենք, մի ելույթ ցանկացած հոգևորականի ցույց տվեք, երբ որ հարցը չի վերաբերում հայրենիքին ու մենք խոսում ենք այդ թեմաներից։ Երբ որ հարցը վերաբերվել է հավատքին, հայրենիքին, ուրեմն հոգևոր դասը առաջնահերթ պիտի այս բոլոր հարցերի մասին զրուցի, խոսի, բացատրի։ Առաջնահերթ մեզ է տրված, որ մենք սա պիտի լուսաբանենք հոգևոր առումով։ Տես լրագրողները ուրիշ քաղաքական հարցերով են լուսաբանում, մենք էլ հոգևոր առումով ենք լուսաբանում։ Մերը զուտ հոգևորին է վերաբերում, հոգևոր առումով, որ հավատքն է, հայրենիքն է, որ մարդիկ քաջություն, արիություն, խելք, իմաստություն ունենան, որ հայրենիքը պահենք, հավատքը պահենք։ Բա ինչու մեր Տերն ասեց, աղավնու նման միամիտ եղեք, օձի նման խորագետ։ Միայն աղավնու նման չէ, որ պիտի միամիտ լինենք։ Միայն օձի նման չէ, որ խորագետ պետք է լինենք, երկուսը միասին։ Օձի խորագիտությունը կայանում է նրանում, որ ասում է ամբողջ մարմինը տալիս է սպանման, գլուխն է պահում։ Հարկ եղավ մարդ իր կյանքը պիտի տնի հավատքը պահելու համար։ Հավատքը պիտի պահենք, գլուխը հավատքն է, հայրենիքն է գլուխը, հիմնականը, հիմքը։ Տեր հայր, նաև Նիկոլ Փաշինյանը մի սկանդալային գրառում, Տեր հայր, Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանին գիտեք, որ մեղադրում են ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ, հեղաշրջում կազմակերպելու մեջ, ինչպես եք սա մեկնաբանում, բոլորս էլ գիտենք, որ Բագրատ Սրբազանը արդարացի պահանջով էր դուրս եկել փողոց, շատ զրկանքների միջով էր մարդկանց համախմբել իր շուրջը, արդյոք իշխանության համար այսպես շատ վախենալու կերպար է Բագրատ Սրբազանը, թերևս նրանք ներկայացնում են, որ կանխել են շատ վտանգավոր ծրագիր, ահաբեկչական գործողություն։ Ընդհանրապես նման մարդիկ վախենում են, երբ որ իշխանությունը կորցրեցին, պիտի կանգնեն պատասխանատվության առջև։ Հենց որ իշխանություն արդեն էլ չունեցան, պիտի կանգնեն հաջորդ իշխանությունները պիտի կանչեն պատասխանատվության։ Այ սրանից են վախենում։ Բայց բոլոր դեպքերում ամեն մեկս էլ յուրաքանչյուր մարդ, արդար թե անարդար մարդիկ, պիտի ամեն մեկս վախենանք աստվածային դատաստանից։ Այս աշխարհի դատաստանի ժամանակ կարող ես փողը տալ, դատը ծռել, ոնց որ այսօր է լինում, կամ տգիտաբար դատեն դատավորները, կամ աչառություն անեն, մեկին սիրում են, մյուսին ատում են, կամ տգիտությամբ դատեն, կամ կաշառք վերցնեն։ Իսկ աստվածային դատը անկաշառ է լինելու, պիտի վախենանք այս դատից, որ անաչառ է լինելու, ըստ մեր հավատքի, ըստ մեր գործերի, պիտի վախենանք դրանից, այդ երկյուղը պիտի ունենանք։ Մենք բոլորը ժամանակավոր անցողիկ մարդիկ ենք։ Թող ապրի 100 տարի, ցանկացած մեկը 120 տարի թող ապրի։ Վերջապես պիտի կանգնենք Աստծո արդար դատաստանի առջև։ Սրա մասին պիտի յուրաքանչյուր մարդ մտածի։ Այս բոլորը անցողիկ են։ Պիտի անցնի գնա։ Ուր է Սողոմոնի իմաստությունը։ Ուր է Ավի Սողոմոնի գեղեցկությունը։ Ուր են կայսերները, ուր են թագավորները, բոլորը հող չդարձան։ Ինչով են պարզենում, ինչով են քաբարտանում։
Մենք էլ մի օր այս կյանքից պիտի դուրս գանք ու պիտի կանգնենք Աստծո արդար դատաստանի առջև։ Այս սրա մասին պիտի մտածի յուրաքանչյուր մարդ։ Այդ որ թագավորը պիտի խուսափի պատասխանից, որ կայսրը, որ իշխանավորը, որ հարուստը, ցանկացած մեկս պիտի կանգնենք Աստծո դատաստանի առջև։ Սրա մասին պիտի խորենք։ Ամեն մեկս մականացու մարդիկ ենք, մեր կյանքը մի օր պիտի վերջանա, պիտի դուրս գանք այս կյանքից ու պիտի կանգնենք Աստծո դատաստանի առջև։ Մաստագի դատաստան լինելու, երբ որ ամեն մարդ մահանում է դուրս է գալիս այս կյանքից։ Իսկ հասարակած դատաստանը պիտի լինի Տիրոջ երկրորդ գալության ժամանակ։ Արդեն ընդհանուր դատաստան պետք է լինի։ Ու վերջնականապես մեղավորները աշխարհներից պիտի զատվեն։ Վերջնական այդ անջատումը բաժանը պիտի լինի Տիրոջ երկրորդ գալության ժամանակ։ Այդ դատաստանից պիտի վախենանք։ Երկյուղ տիարն Աստծուց երկյուղ պիտի ունենա իմաստուն մարդ, իմաստության սկիզբը դա է, երկյուղը Աստծուց։ Ոչ թե որ Աստված վախենալու է, սարսափելի է, այլ որ ամեն մարդ պիտի պատասխան տա իր արարքների համար։ Ասում է ամեն բարապ խոսքիդ համար հաշիվ պիտի տաս, ուր մնաց թե գործերի համար։ Պիտի հաշիվ տանք, պիտի պատասխան տանք։ Սա պիտի խորի ամեն մարդ։ Յուրաքանչյուր մեկս։ Հենց Ավետարանն ասում է, երբ որ ասում է քո եղբայրը մեղանչում է, ասում է իրան առանձին ասա։ Եթե ընդունեց շատ լավ։ Իսկ եթե չի, ասում է 2-3 հոգով ասեք։ Եթե ընդունեց շահեցիր եղբոր, իսկ եթե չի, ասում է եկեղեցուն ասա։ Իսկ եթե ասում է եկեղեցու ասածն էլ չի ընդունում, թող լինի հետանոսի նման։ Որ մի անգամ եկան առանձին խոսեցին որևէ հարցի շուրջ 2-3 հոգով, երբ եկեղեցուն ասեցին։ Եթե քրիստոնյա մարդ ես, ուրեմն ավետարանով պիտի շարժվես։ Ոչ թե սեփական օրենքներով, սեփական շահերով, այդպիսի բան չկա։ Եթե մարդը քրիստոնյա է, ուրեմն քրիստոնեական օրենքներով պիտի վերաբերվի իր դիմացին նկատմամբ։ Ոսկե կանոնը, ասում է, այն ամեն ինչ որ կամենում եք, որ մարդիկ ձեզ համար անեն, այդպես էլ դուք արեք նրանց։ Ոսկե կանոնն է։ Ինչու է կոչվում ոսկե կանոն։ Այդ օրենքները պիտի իմանանք, ոչ թե անունով ասենք Սաղմոս ենք կարդում, Սաղմոս ենք ասում, եկեղեցու անդամ ենք, առաքելական եկեղեցու հավատացյալ ենք, եւ ասելով չի, խոսքով չի, գործով է։ Թրջունը մի թևով չի կարող թռնել, երկու թևով պիտի թռնի, հավատ եւ գործ։ Նույն Հակոբոս առաքյալն ասում է, հավատք առանց գործի մեռած է, գործ առանց հավատքի մեռած է։ Մանավանդ որ սեր չունենաս։ Ասում է, եթե հավատք ունենամ, լեռները շարժեմ, սեր չունենամ, ոչինչ է։ Ամբողջ ունեցվածքս տամ աղքատներին, սեր չունենամ, ոչինչ է։ Հրեշտակների լեզուներով խոսեմ, սեր չունենամ, ոչինչ է։ Անարժեք է դառնում առանց սիրո։ Ուր է սերը։ Ուր է սիրով մոտենալը։ Սիրո վերաբերմունքը ուր է։ Ասելով չի, գործով պիտի տեսնենք։